Գիտեք ինչքան առողջարար է նորշը։ Ընդհանրապես օրը 12-ից 18 հատ նուշ եւ ձեր առողջությունը, ձեր օրգանիզմի միկրոէլեմենտների քանակությունը դեռ ապահովված է։ Բայց այսօր ես ասելու եմ նուշի մի այլ բաղադրություն, վերցնում ենք նուշը նախապես, լցնում վրան երման ջուր եւ թողնում ընդհանրապես 4-5 ժամ։ 4-5 ժամից հետո այն արդեն պատրաստ կլինի օգտագործման, կեղևը հանում ենք, նուշը փափուկ, ընտիր, այն հեշտությամբ մարսվում է եւ օրգանիզմի կողմից, եւ սակավարյունությունն է վերացնում, եւ միկրոէլեմենտներն է շատացնում, եւ դիմադրողականությունն է բարձրացնում։ Իսկ գիտեք, եթե այն համադրում ենք մեղրի հետ, լսել եք, որ այն առողջարար է նաև մեղրի հետ նրանով, եթե մենք նուշի վրա ուղղակի երբ արդեն կեղևը ամբողջությամբ հանում ենք, ապա մենք կարողանում ենք մեղր լցնել վրան այնպես, որ ծածկի։ Օգտագործում ենք մեղր, բնամաթերքը նուշի հետ։ Դիմադրողականությունը բարձրացնում է, ընդհանուր վիճակը լավացնում է, տրամադրությունը բարձրացնում է, սերոտոնին ֆերմենտ է սինթեզում ձեր օրգանիզմում, որը նպաստում է, որ ամբողջ օրը ձեր տրամադրությունը լավանա։ Դիմադրողականությունը բարձրացնելով երբեք չեք հիվանդանում վիրուսային հիվանդությունով, իսկ նաև ուզում եմ ասել, որ այն հրաշալի է մարսվում նաև ձեր աղեստամոքսային տրակտի կողմից, լյարդի համար հրաշալի բնամթերք, աղեստամոքսային տրակտի համար եւ երիտասարդացնող, չէ՞ որ այնտեղ եփված ոչինչ չկա, բնամթերք, մեղր եւ նուշ, եւ այն հզոր դեղամիջոց է։ Այս երկու դեղամթերքները իրար հետ միացնելով դուք ունենում եք առողջ օրգանիզմ, երկարակյաց եք լինում, մինչև խորը ծերություն առանց ցավ ապրելով, որովհետև եւ ոսկրերի վիճակը, եւ հոդերի վիճակը, եւ արյան շրջանառությունը, եւ սիրտանոթային համակարգը վերև լինում է առողջ։ Սիրում եմ ձեզ, սիրելիներս, կատարեք այն ինչ որ ես ասում եմ եւ նաեւ տարածեք, որովհետեւ յուրաքանչյուրս պետք է ունենա բանաձև ճիշտ ապրելու եւ իր կյանքը ճիշտ անցկացնելու համար։ Ես չեմ սովորեցնում, ես ուղղակի ձեզ հիշեցնում եմ,